Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն ՊՕԱԿ-ը ներկայացնում են։ Քո արվեստը դպրոցում։ Մեր այսօրվա հանդիպումը տեղի ունեցավ մայրաքաղաք Երևանում։ Օրվա հյուրը քամանչահար, դիրիժոր Գարիկ Նազարյանն է։ Գարիկ Նազարյան, քամանչահար, դիրիժոր։ Ծնվել է 1975 թվականին Բաքվում։ 1994-ից 1999 թվականներին սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում քամանչա, այնուհետև սիմֆոնիկ դիրիժորություն մասնագիտություններով։ Զինված ուժերում ծառայությունից հետո ղեկավարել է Հայացք մշակութային երիտասարդական կազմակերպությունը։ Հանդիսացել է ազգային պատկերասրահ և վերադարձ դասական երաժշտության միջազգային փառատոների հիմնադիր տնօրենը։ Որպես մշակութային ծրագրերի համակարգող աշխատել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունում, այնուհետև Երևանի քաղաքապետարանում որպես աշխատակազմի մշակույթի վարչության մշակույթի բաժնի պետ։ 2024 թվականից Գարիկ Նազարյանը Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենն է։ Պարգևատրվել է մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի և Երևանի քաղաքապետի Էրեբունի Երևան 2800 հուշամեդալներով։ Բարև ձեզ սիրելի պատանիներ, դպրոցականներ, շատ ուրախ եմ այս հանդիպման համար, ոգևորիչ է նաև ինձ համար, վստահ եմ ձեզ համար էլ սա կարևոր հանդիպում է, որ այս ծրագրի շրջանակներում հնարավորություն է ընձեռվում հանդիպել արվեստագետների, մշակույթի մարդկանց հետ և դուք դասեր եք քաղում այլ մարդկանց, այլ արվեստագետների, այլ մշակույթի ասպարեզի աշխատողների, աշխատակիցների կյանքից, նրանց փորձառությունը վստահ եմ ձեզ կհետաքրքրի և այսօր սկիզբը, ես երևի նստեմ, սկիզբը մեր հանդիպման ես կուզենայի խոսել սկզբում իմ անցած ուղու մասին, այն տարիքից, որ հիմա դուք գտնվում եք այս գեղեցիկ ձեր կյանքի ժամանակահատվածից, որ ես ունեցել եմ 30-40 տարի առաջ, երբ դեռ դպրոցական էի և մեծ երազանքներ ունեի մասնավորապես դառնալու արվեստագետ, արվեստի մարդ։ Ես կուզենայի հիմա իմանալ, շատերն են արդյոք գնում հաճախում երաժշտական կամ արվեստի դպրոց, եթե կան այդպիսիք, խնդրում եմ ձեռք բարձրացնել։ Մեր ժամանակ Խորհրդային Միության տարիներին, իմ մանկությունը անցել է 80-ականներին, շատ ավելի շատ էին երաժշտական և արվեստի դպրոց հաճախողները և հիմա մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի այդ ավանդույթը վերականգնվի։ Սա շատ կարևոր բան է, որ դպրոցականը, երեխան բացի դպրոցից հաճախում է նաև արվեստի կամ երաժշտական դպրոց և ստանում է նաև արտադպրոցական կրթություն, որը կարող է դառնալ հետագայում նրա համար մասնագիտական կրթություն, ինչպես եղավ իմ դեպքում։ Ես 1975 թվականին եմ ծնվել Խորհրդային Միության հանրապետություններից մեկի Ադրբեջանի մայրաքաղաքում Բաքվում, այնուհետև մենք ընտանիքով, ես դեռ 1 տարեկան էի, մենք տեղափոխվեցինք Հայաստան, որովհետև մեծ ավագ եղբայրս պետք է գնար դպրոց և այդ ժամանակ արդեն փակվել էին Բաքվում հայկական դպրոցները։ Եվ ստիպված հայրս ընտանիքի հետ միասին որոշում են գան Հայաստան, որպեսզի իր երեխաները սովորեն հայկական դպրոցում։ Եվ մենք այդպես հայտնվեցինք Հայաստանում
եւ աշխատանքի բերումով այն ժամանակ հոկտեմբերյան, այժմ Արմավիր քաղաքում։ Վստահ եմ բոլորդ գիտեք այդ հրաշալի քաղաքը, երևի բարեկամներ ունեք կամ այցելել եք այդ տաք ջերմ քաղաքը, որը ջերմությամբ ընդունեց նաև ոչ միայն մեզ, այլ բազմաթիվ ընտանիքների, որոնք գալիս էին, ընդ որում մեր շենքի բակում տարբեր տեղերից էին աշխարհի, եւ Պարսկաստանից կային, եւ Ռուսաստանից, եւ Ադրբեջանից, եւ Վրաստանից, այդպես միջ մշակութային մթնոլորտում ենք, որոնք ընտանիքներ, որոնք ունեին տարբեր ավանդույթներ, տարբեր նիստուկած։ Այնտեղ ծնողներս, մայրս երգում էր, որոշեցին ինձ տալ երաժշտական դպրոց, եւ ես շատ էի սիրում երաժշտությունը, եւ տեղի երաժշտական դպրոցում սովորեցի, այնուհետև ուսումնարան եւ դրանից հետո բնականաբար Երևանի պետական կոնսերվատորիա, որտեղ սովորեցի եւ որպես քամաչահար Նորայր Դավթյանի դասարանում եւ որպես դիրիժոր Էմի Խաչատուրյանի դասարանում։ Ուսումնառության ավարտից հետո զորականչվեցի հայկական զինված ուժեր, ծառայել եմ հայկական բանակում, որից հետո արդեն վերադառնալով տուն, արդեն սկսել եմ իմ գործունեությունը, որպես մանկավարժ եմ աշխատել, որպես հասարակական մշակութային կազմակերպության նախագահ, որպես փառատոների տնօրեն, այնուհետև մշակույթի նախարարությունում, հետո Երևանի քաղաքապետարանում, իսկ այժմ Երևանի Սայաթ Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրենն եմ։ Գիտեք դպրոցի մասին, այսօր մենք մեր հանդիպման ընթացքում ելույթ կունենան մեր դպրոցի տաղանդավոր երեխաները, մեր ժողովրդական նվագարանների բաժնի աշակերտները, այն բաժինը, որտեղ ես սովորել եմ Արմավիրում եւ դա ինձ շատ հոգեհարազատ էր, ես շատ էի սիրում մեր ժողովրդական երաժշտությունը եւ վստահ եմ, որ դուք էլ սիրում եք մեր ժողովրդական երաժշտությունը եւ ձեր կյանքի ընթացքում դա միշտ պետք է ուղեկցի, որ ամուր կապված լինեք ձեր ակունքների, ձեր ինքնության եւ ձեր մշակույթի հետ։ Այժմ ես ուզում եմ մեկ երաժշտական համար ներկայացնել ձեզ, որը մեր դպրոցի տաղանդավոր Սան Տաթևիկ Կիրակոսյանը կանոնահար կներկայացնի Էշխեմետ Սայաթ Նովայի Էշխեմետ ստեղծագործությունը։
Տաթև ջան, երկու հարց։ Տաթևիկ հետ վերջերս ենք վերադարձել Ֆրանսիայից, Երևանից եւ մարզերի դպրոցների պատվիրակություն լավագույն աշակերտներով մենք համերգային ծրագիր ենք եւ Վալանս եւ Լիոն քաղաքներում համերգային ծրագիր ունեցանք։ Տաթև ջան, երկու հարց ձեզ։ Ինչպես ընտրեցիք այս գործիքը։ Ես փոքրուց լսում եմ այս գործիքը, որովհետև իմ մայրիկը երաժիշտ է եւ նա նույնպես նվագում է կանոն նվագարանը։ Եվ փոքր ժամանակ ես երբ լսում էի նրա կատարումները, ինձ շատ էր դուր գալիս այս գործիքը եւ ես այդպես որոշեցի, որ պետք է գնամ նրա ուղղությամբ։ Շարունակեմ իմ կենսագրական պատումը, այսպես ասեմ, նշանակվել եմ Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն եւ ճիշտ է, կյանքի ընթացքում եղել է հնարավորություն եւ մանկավարժական աշխատանք իրականացրել եմ, բայց այսպես որ միանգամից 600 աշակերտ պետք է կարողանաս նրանց կրթությունը ճիշտ կազմակերպել, դա իհարկե շատ բարդ մարտահրավեր էր։ Եվ մանավանդ որ սերունդները փոխվում են, այսինքն եթե դու կյանքում ապրում ես մի այլ ժամանակաշրջանում եւ դրանից հետո ամեն տարի, ամեն լավ 5 տարի կամ 10 տարի մեկ այնպես է զարգանում կյանքը, տեխնոլոգիաները, որ դու պետք է պարզապես կարողանաս հասցնել եւ ընկալել, թե ինչ է տեղի ունենում մարդկանց հետ, մարդկային կյանքի հետ եւ կարողանաս այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպել, որպեսզի քեզ վստահված դպրոցը, քեզ վստահված կրթությունը պատշաճ լինի, մանավանդ մեր դեպքում, երբ Սայաթ-Նովայի երաժշտական դպրոցը հանրապետության լավագույն երաժշտական դպրոցներից մեկն է համարվում 90-ամյա ավանդույթներով, հզոր ավանդույթներով եւ հայկական դասական երաժշտարվեստի հենասյունն է եղել միշտ բոլոր տասնամյակների ընթացքում հիմնադրվելուց ի վեր։ Դրա համար շատ մեծ պատասխանատվություն է, բացի այն, որ դու արվեստի մարդ ես, արվեստի հետ առնչություն ունես, ամբողջ կյանքդ եւ կրթությունը եւ քո շրջապատող մարդիկ արվեստի հետ են առնչվում, դու նաև պետք է կարողանաս այդ ամեն ինչը ճիշտ կազմակերպել եւ այս ձեր մասնագիտական կողմնորոշման մեջ դա պետք է նաև հաշվի առնեք, որ պետք է մարդ կարողանա հնարավորին շատ ընտրած ասպարեզներում կարողանա դրսևորել, այսինքն ոչ միայն մեկ ուղղությամբ ինչ որ ընտրեք, այլ իմանաք, ուսումնասիրեք, ճանաչեք այլ ասպարեզներ նույնպես որտեղ կյանքի տարբեր իրավիճակներ են լինում, երբ քո փորձառությունը պետք է գալիս։ Օրինակ իմ դեպքում վարչարարությունը եւ այն, որ տասնամյակներ առաջ ես դեռ կոնսերվատորիայի ուսանող մանկավարժական գործունեություն եմ ծավալել, դա ինձ պետք եկավ հիմա։ Այսինքն 40-35 տարի առաջ, երբ ընդունվեցի, 30 տարի առաջ, երբ ընդունվեցի կոնսերվատորիա, ես չէի կարող պատկերացնել, որ վարչարական աշխատանքով եմ զբաղվելու, բայց դա նույնպես եկավ մեր աշխատանքի, իմ կյանքի ընթացքում եւ հիմա համատեղում եմ եւ վարչարությունը եւ արվեստի հետ առնչությունը եւ արվեստի կառավարումը։ Հիմա ես մեր դպրոցի հաջորդ սանին ներկայացնեմ, ես վստահ եմ, որ ձեզ շատ հիմա հետաքրքիր է մեր երեխաների կատարումները, որովհետև դա մեր ազգային երաժշտությունը, ինչպես ասեցի, եւ դա ձեր գենետիկայի մեջ կա։ Մեր նախնիները այս երաժշտություն են լսել, նրանց համար շատ հոգեարազատ է եւ այդպես սերունդ հիմա փոխանցվում է։ Էլ չասեմ Սայաթ-Նովայի մասին, որի գործը լսեցինք Էշխեմեդը քիչ առաջ, որ հայկական աշուղական արվեստի հիմնադիրներից էր եւ նրա այն հսկայական ներդրումը ընդհանրապես արևելքի երաժշտության մեջ դուք դպրոցական ծրագրերից երևի անցնում եք Սայաթ-Նովայի մասին, պոեզիան նրա, նաև երաժշտությունը, որ քանի ազգեր հպարտացել են ու օգտվում են նրա այժմ երաժշտությունից։
Ես Վրաստանում ընկերներ ունեմ, որ բարի նախանձով են այդ հարցը քննարկում, միշտ քննարկում ենք, որ ոնց է որ Սայաթ-Նովան հայ է եւ ոչ վրացի, որովհետեւ գիտեք ապրել է մեծ մասը Թիֆլիսում եւ ինչ նաեւ ներդրում ունի վրացական երաժշտության մեջ, ընդհանրապես արևելյան երաժշտության մեջ։ Եվ մենք պետք է դա կարողանանք գնահատել, իմանալ նախ, ճանաչել, ուսումնասիրել, գնահատել եւ մեր հաջորդ ծերուններին փոխանցել, որպեսզի այդ մեր մշակութային ժառանգ մոտ 300 տարվա մեր մշակութային ժառանգությունն է Սայաթ-Նովայի ստեղծագործությունը, որպեսզի մենք դա չկորցնենք։ Մեր հաջորդ մասնակցին եմ ուզում բեմ հրավիրել Կարենին Ուդահար, մեր ինքնատիպ երաժշտական գործիքներից մեկն է, որը ճիշտ է, համեցիր Կարեն, որը զուտ հայկական երաժշտական նվագարան չէ, բայց իր հնչողությամբ, արտահայտչամիջոցներով շատ մոտ է մեր երաժշտությանը եւ դա փոխարվել է եւ հայկականացվել է։ Այժմ հայկական ուդ կնվագի Կարենը, դու ինչ եք նվագում Կարեն։ Հայկական պար։ Խնդրեմ, վայելեք։ Նույն հարցը ես եմ ուզում տալ, ինչու հենց ուդ որոշեցիր, ինչպես ստացվեց ու ոնց ես պատկերացնում հետագա քո կյանքը ուդի հետ։ Երաժշտական ընդունվելու ժամանակ ինձ առաջարկել են այս հիասքանչ գործիքը, մի անգամից շատ հավանեցի ու ընտրեցի հենց այս գործիքը։ Երաժշտական ավարտելուց հետո կգնամ Ռոմանոս Մելիքյան քոլեջը երաժշտական, իսկ հետո արդեն չգիտեմ։ Այսինքն պատրաստվում ես երաժիշտ դառնալ, ուդար, թե դեռ վստահ չես։ Վստահ չեմ։ Դեռ վստահ չես, բայց ուրիշ ինչ նախասիրություն ունես, որ դեռ այդքան վստահ չես, որ արվեստով ես շարունակելու։ Չունեմ ճիշտ ասած։ Դեռ չունես, դեռ չես կողմնորոշվել ուրիշ ինչ։ Դե բայց մաղթենք, որ մեր հանրապետությունում իրականում ուդ գործիքը շատ քիչ է եւ հազվագյուտ հիմա տեսարան ենք մենք տեսնում շատ իրականում սիրելի պատանիներ նման գործիքները ուտկը, թառը, բլուլը, մի քանի գործիքներ կան, ազգային գործիքների մասին եմ ասում, որ ես այդ երեխաներին եւ իրենց ծնողներին հերոսներ եմ անվանում, որովհետեւ իրականում նրանք կրկնակի մեծ ծառայություն եւ մեծ գործ են անում մեր ազգի, մեր ժողովրդի համար, որովհետեւ իրենց միջոցով այս հնչյունների եւ այս նվագի միջոցով մեզ փոխանցվում է մեր դարերի երաժշտությունը եւ ապագա սերունդներն էլ է փոխանցվելու, չի կորելու, չի մեռնելու այս գործիքը։ Հենց այս մարդկանց շնորհիվ խնդրում եմ ծափարել Կարենին եւս մեկ անգամ մի երկու բառով էլ ներկայացնեմ իմ ուսումնառության տարիների կոնսերվատորիայում, որտեղ Քամանչա որպես ընդունվեցի Քամանչահար, Նորայր Դավթյանի դասարան, ինչպես ասացի, բայց ինձ երևի այն ժամանակվանից կար այդ բանը, մղումը, նաև ինչ-որ բան կազմակերպելու, ինչ-որ ակտիվություն ցուցաբերելու
ջիղել կար ինձ մոտ եւ հենց այդ տարի երկրորդ թե երրորդ կուրսում էի, ստեղծվեց ուսանողական խորհուրդը։ Գիտեք, հիմա դպրոցներում կա աշակերտական խորհուրդներ, այն ժամանակ չկար։ Եվ բուհերում նույնպես կային ուսանողական խորհուրդներ եւ կոնսերվատորիայում ստեղծվեց ուսանողական խորհուրդ, որ ծրագրեր էինք իրականացնում, շուտով դարձա ուսանողական խորհրդի նախագահը, բազմաթիվ համերգներ էինք կազմակերպում ուսանողների, համագործակցում էինք արտերկրի կոնսերվատորիաների հետ։ Մի խոսքով, բացի մասնագիտական կրթությունից, նաև այդ միջավայրն էր, որտեղ մի քանի ուսանողներով մենք կարողանում ենք մեր ուսանողական միջավայրը ինքնակազմակերպել, ծրագրեր իրականացնել, որ դա հետո պարզվեց, որ օգտակար է լինելու նաև իմ հետագա վարչական աշխատանքում։ Ես նաև այս նախադասությամբ, այս բառերով ուզում եմ ձեզ հորդորել, որ ակտիվ լինեք նաև ձեր որտեղ որ սովորեք, դպրոցում, այնուհետև համալսարանում, ինստիտուտներում, նաև ակտիվ լինեք ձեր ուսանողական կյանքում, որովհետև շատ հիշողություններ դասերից բացի իրականում կապված են նաև այն միջավայրի, այն ծրագրերի, այն մեր ընկերության հետ, որը մենք ունեցել ենք այդ ուսանողական խորհրդի տարիներին։ Իհարկե ոչ բոլորին է դա տրված, դա ինչ-որ յուրահատուկ ինչ-որ բան է, որ ուզում ես կազմակերպել, ծրագրեր իրականացնել, բայց եթե զգում եք ձեզ մեջ այդպիսի տաղանդ, որ կարող եք միավորել ընկերներին, կարող եք 4-5 հոգով ինչ-որ մի բան իրականացնել, անպայման դա փորձեք անել, որովհետև դա հետագայում ձեզ փորձ է բերելու, ձեզ մարդկանց հետ շփվելու, աշխատելու մեծագույն փորձառություն է բերելու։ Ուսանողական տարիներից թերևս այսքանը, ես անվերադառնամ մեր Սայաթ Նովայանի երաժշտական դպրոց եւ ներկայացնեմ մեր հաջորդ կատարողին Հայկին Դուդուկահար։ Համեցիր Հայկ։
Հակլում։ Միկրոֆոնը վերցրու։ Հայկ, մի հարց ունեմ քեզ։ Արդյոք ծնողներդ երաժիշտ են։ Ոչ մաման, ոչ հայրիկը, ոչ մայրիկը, բայց ինչպես ստացվեց, որ եկար երաժշտական դպրոց, որոշեցիր երաժշտությամբ զբաղվել։ Դե սկզբից երգի էի գնում, հետո որ սկսեցի չգնալ, ուզեցի գամ երաժշտական։ Սկզբից ուրիշ գործիք էի ուզում նվագեի, բայց ասացին, որ պետքա մի հատ էլ գործիք նվագեմ։ Ինձ առաջարկեցին մի քանի գործիք, ես ընտրեցի դուդուկը, հետո այնքան դուրս եկավ, որ արդեն ես էլ չուզեցի իմ սկզբնական որոշման հետ որոշել էի գնայի այդ գործիքի էլ չգնացի, մնացի մենակ դուդուկ։